Մենք չենք հերքում, որ կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, սա հերքում ենք։ Չէ, բայց հայտնվում են տեսանյութեր, հայտնվում է տեսանյութ, որը դառնում է գործիք տվյալ անձի հեռացման, այսինքն ես կարող եմ կասկած ունենալ, կարող եք կասկած ունենալ, կարող եք հարցնչեցնել, բայց պատասխանն էլ ինձ թվում է արդեն բիոլոգիապես պետք է լսեք, հնարավոր չի չլսել այդ պատասխանը, չէ՞։ Իսկ ձեզ համար մի քիչ անհարմարություն չի, որ օֆշորային սկանդալի մեջտեղում հայտնված կամ Bentley քշող Կճոյանն է պահանջում Գարեգին II-ի հեռացում arczepiskopos Կճոյանը, մարդ ով ըստ բազմաթիվ հավատացյալների կարծիքով վաղուց պետք է չլիներ եկեղեցում։ Ես երբ իմացա, որ հայտարարություն եկեղեցին Տիկին Կարապետյան։ Ես երբ իմացա, որ հայտարարություն են տարածել arczepiskoposներն ու եպիսկոպոսները, նախ ուզեցա կարդալ տեքստը եւ տեսնել տեքստի մեջ արդյոք ես հաշտեմ այն ամենի հետ ինչ գրված է։ Մի կողմ դնելով այդ փաստը անձնական կյանքի ներխուժման, որը ընդհանուր առմամբ դիսկոմֆորտ է եւ ապօրինի տեսալուսանկարահանման, ես տեքստը կարդացի, տեքստը նորմալ էր։ Ստորագրողների մասով ոչ բոլորին եմ ճանաչում, ճիշտ է, պարոն Կճոյանի վերաբերյալ կան հրապարակումներ նախկինից դեռ տարիներով, ես պատկերացնում եմ, որ ես ունեմ իմ թիրախները այս ամբողջ process-ում, որոնք հստակ են։ Եվ սրանք շատ բազմաշերտ են, հա մենք դրա մասին խոսել ենք, օրինակ ես որպես օրենսդիր մեր եկեղեցու եւ պետության հարաբերությունները իմ համար ամենակարևորն են։ Թիրախ ասելով ինչ նկատի ունեք։ Օրինակ եթե պարզվի, որ պարոն Կճոյանի ձեռամբ է, որ հայ առաքելական եկեղեցին իր հարաբերությունները պետության հետ բերելու է ամբողջությամբ այն դաշտ, որը ես եմ պատկերացնում, դա կլինի հարկերի վերաբերյալ, մյուս բաների վերաբերյալ, ապա թող այդպես լինի։